Գիք ասենք փառքես Տեր մեր Աստված, օրհնյալ լինի Տիրոջ անունը, այն որ ասում է օրդ Տիրոջը փառաբանելով սկսիր, ամեն, ինչքան փառաբանես, այդ փառքից դու ինքդ ես սնվում, այդ փառքը դու տեսնում ես, այդ փառքով դու ուրախանում ես, դու փառաբանում ես Աստծուն, Աստված քեզ ուրախացնում է, Աստված քո ներսդ ավելի է լցնում, օրհնյալ լինի Տիրոջ անունը, մենք այդ ձև Աստված ունենք, քույր եղբայրներ, անկախ նրանից, օրինակ այսօր Տերը մեծ հրաշք արել, արելա թե չէ, ինչ հրաշք արել այսօր, այսօր իմ աչքերը բացվել է, քույր եղբայրներ, ես շատ անգամ տենց որ մեկ որ հարսանիքներում լինում եմ, ասում նայեք, եթե քեզի այսօր տան $10 միլիոն, դու կուրախանաս, ճիշտ է թե չէ, կուրախանանք թե չէ, ստե $10 միլիոն չգիտեմ, ուրախանում են թե չէ, մեր մոտ շատ կուրախանան, հիմա բայց եթե ասի, ես քեզ տալիս եմ $10 միլիոն, բայց քո աչքերը վաղը չի բացվելու, ով կվերցնի այդ $10 միլիոն, ոչ մեկ չի վերցնի, հիմա նայեք, այսօր մեր աչքերը բացվել է, այսօր Տերը մեզի $10 միլիոն շատ բան է տվել, ամեն, ես պետք է փառաբանեմ Տիրոջ անունը, որտև այսօր իմ աչքերը բացվել է, հենց դրա համար, երեք անկախ նրանից շատերը մտածում են, այսի մեծ հրաշք է, այնի փոքր հրաշք է, չէ, ամեն հրաշք Տիրոջից է լինում, մի անգամ ես նոր էի ապաշխարում, տենց երկու հոգի էլի եղբայրներ կային, որ իրանք արդեն ապաշխարած էին, ոնց որ մի տարվա հոգի էին, ես նոր եկել եմ, նոր հավատքի եմ եկել, ու տենց երեքով կանգնած էինք, մեկը պատմում, ասում է, գիտես ինչ հրաշք եղավ, մեկը սենց ռակով հիվանդ էր, որ պետք է ինքը մահանար, բժշկվեց ռակից, ու մենք երեքս ասինք, ալելույա, փառք Տիրոջը, Այն մյուսը պատմեց, ասեց, գիտես ինչ եղավ բա, այն մեկի փորը բացել էին, տեսան, որ սենց արդեն լրիվ վերջներ արդեն, փորը կարեցին, ասեցին ինքը չի ապրելու, բայց ինքը ապրեց, ու մենք նորից երեքովս ասինք, ալելույա, փառք Տիրոջը, ես նոր հոգի եմ, հիմա երրորդը ես եմ արդեն, պետք է մի հատ հրաշք պատմեմ, մտածեցի, ուրեմն դրա առաջ օրը ես պետք է երրորդ մասից մասիվ զանգեի, շատ դժվար կոմունիստների ժամանակ են հեռախոսի բուտկեք կար, ովքեր որ կհիշեն, 2 կոպեկանոցով զանգում էիր, այդ բուտկեկից զանգում էիր, ուրեմն մնացել էր մոտս վերջի 2 կոպեկանոցը, ու պետք է զանգեի, ասի Աստված ջան, ունես լինի ընկնեմ, կուլ չտա, որովհետև այդ վերջի զանգս է, ու ես ընկա մասիվ, ու խոսացի, ու հիմա այդ բանը, այդ հրաշքը, ես պատմում եմ ու ասում եմ, գիտեք ինչ եղավ, ես երեք պետք է զանգեի մասի, վերջի 2 կոպեկ սեր, զանգեցի ու ես ընկա, ու պիտի ասեմ ալելույա, մեկի տեսնում բոլորը սենց խոշորած դեմքով, սենց նայում են ինձի, այ ախպեր ասում են, մենք պատմում ենք սենց մեծ հրաշքներ, ռակից է բուժվում, փորն են կարում, սենց են անում, դու ասում ես քո 2 կոպեկի համար, ու հետո որ բաժանվեցինք, ասում Աստված շան, ասում ես կքան ես յանի չէի ասում, 2 կոպեկով պտի ընգնեի, բան, մեկը Տերը խոսած հետս, Աստծու համար, մեծ ու փոքր, հրաշք չկա, հարազատս, Տերը ասում է, քո ճանապարհդ այդ որ գնում ես հացի, դու մտածում ես, հա էսա, խանութը մեր շենքի տակն է, հեսա կգնամ հացը կարտեմ, կարող այդ հացը չկարողանաս արդես, Աստծու մոտ մեծ ու փոքր հրաշք չկա, ընես որ այսօր որ իմ աչքերը բացվել են, ես ինչ պետք է ասեմ, Պիտի ասեմ փառքես Տեր Աստված, որ այսօր իմ աչքերը բացվել են, այսօր դու իմ համար մի հատ մեծ հրաշք ես արել, որ իմ աչքերը բացվել են, ամեն, թող Տիրոջ անունը փառավորվի, քույր եղբայրներ ջան, ես մի հատ հետաքրքիր տեղ եմ ուզում կարդամ, ուրեմն, բայց մինչև այս տեղը կարդալը, մինչև այս թեմայով զրուցելը, մի հետաքրքիր բան եմ ուզում ասեմ, անցյալ պաշտամունքում ես եկել եմ այս թեմայով, իհարկե կար սրտիս, անցյալ պաշտամունքում քարոզում է մեր Մուրադ եղբայրը, նույն այս բանը, ուրեմն, եթե կհիշեք, հարսանիքի կոչունքի առակը, կանչվածներուն առակը, ու ես մտածում, ասում ուրախանում եմ, Աստված ջան, ասում, նայ ինչ հետաքրքիր է, Մուրադը կքարոզի, մյուս եղբայրը կքարոզի, այն մյուս եղբայրը կքարոզի, Սուրբ Հոգին է գործում, ինչքան կարևոր է այդտեղ, ու Տերը նայեք նույն բանը, նույն խոսքերով, սենց Տերը նույն մտքով, Տերը այսօր մեզ բոլորից, գիտեք, ես ես իմիջիալիոս մի բան ասեմ, ես միշտ աղոթում եմ, ասում եմ Աստված իմ, խոսա դու այսօր ինձ հետ,
երբ որ ես գալիս եմ պաշտամունքի, ասում եմ Տեր, խոսա ինձ հետ, ես քո կարիքդ ունեմ։ Հիմա նայեք, հետաքրքիր է, կարող է նույն խոսքը լինի։ Մեկը եկել է մի հատ հոգսով, պրոբլեմով։ Մյուսը եկել է ուրախության, ուրախ այսօր։ Մյուսը տխուր, ասում է մեկը տխուր է թող աղոտ քանի, մեկը ուրախ է թող սաղմոս երկի, տարբերս տարբեր հոգսերով, ճիշտ է եկել ենք։ Ոչ մեկը չենք իմանում, թե դու ինչ հոգսով ես եկել, ինքը ինչ հոգսով է եկել, ինքը ինչ հոգսով է եկել։ Բայց Սուրբ Հոգին, որ այսօր մեր մեջ շրջվում է, քույրեր, եղբայրներ, Սուրբ Հոգին գիտի, թե դու ինչ հոգսով ես եկել այստեղ, եւ Սուրբ Հոգին խոսում է քո սրտիդ հետ։ Եթե իհարկե դու ասում ես Տեր Աստված, խոսիր ինձ հետ, որովհետեւ ես քո կարիքդ ունեմ։ Ամեն։ Շքան գեղեցիկ է քո եղբայրին, այսինքն դու անտեր չես, կոպիտ ասած, դու որբ չես այս աշխարհի մեջ, դու հեր ունես, որ ինքը քեզ միշտ իր աչքը քո վրա է, միշտ նայում է քեզի, դու հոգս ունես, մտածում ես ոչ մեկ Տեր Աստված ինձի չի հասկանա, ախր իմ հոգսս, իմ պրոբլեմս, հա, չի հասկանա, եղբայրը ինչ պիտի ինձի հասկանա, եղբայրը չի հասկանա, բայց մեկը կա, որ քո պրոբլեմը հասկանում է։ Դա Հիսուս Քրիստոսն է, ամեն, օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Դրա համար ես ուղղակի եղբայրը, որ անցյալ անգամ խոսած դրա մասին, ես ուզում եմ դա շարունակեմ, բայց միջև շարունակել եղբայրը, որ ասեց, իմ սրտի մի հատ հետաքրքիր խոսք կպավ, որ եղբայրը անցյալ անգամ խոսած։ Ասեց, մերսի Տեր Հիսուս Քրիստոսը իր հրավիրատոմսները ուղարկում է իր գրած արյունով։ Ես այնքան ուրախացա, որ եղբայրներ։ Այսինքն սա ուղղակի հրավիրատոմս չի, որ ես կարամ ասեմ, հա դե լավ, հրավիրատոմս է։ Մեկ կա, չէ՞ որ հարսանիքները զանգում են, այն որ տնական ասեմ, էլի, կարող է որ փող չկա ձեռդ, որ եթաս, ասում ես ախպեր գործ ունեմ այսօր։ Չէ՞։ Այսօր զբաղված եմ, բայց այս հարսանիքը մեկ ուրիշ հարսանիք է։ Ու այս հրավիրատոմսը հատուկ եկել է քեզ Քրիստոսի արյունով գնված։ Ուրեմն Տերը, Տեր, դու ինձ ինչքան ես սիրում, ինչքան ես սիրում ինձի, որ քու արյունով ես գրել այդ հրավիրատոմսը, օրհնյալ լինի Տիրոջ անունը սիրներ։ Ու ես կուզենայի, որպեսզի շարունակենք այդ տեղից։ Ուղղակի սկզբից կկարդամ։ Ես այդ հարսանիքի այս առակը սիրներ, հետաքրքիր է, որ տենց բաժանել եմ 5 մասի ու կուզենայի, որպեսզի իրար հետ նայենք։ Դարձյալ Հիսուս առակներով Սավանոց, երկնքի թագավորությունը թագավոր մարդումը կնմանի, որ իր որդին հարսանի գրավ եւ իր ծառաները ղրկես կանչելու իր այգին հարսանիքին հրավիրվածները։ Հետաքրքիր է համար, ուրեմն Մատթեոսի 22-րդ գլուխն է, առաջինից ես կարդալու եմ մինչև 14 խոսքը, ամբողջ առակը։ Ուրեմն կանչումը հարսանիքի հրավիրվածներին է կանչում։ Ես շեշտ ուզում եմ դնեմ, նայեք, հետաքրքիր է, կանչումը հրավիրվածներին։ Ուղղակի մարդկանց չի կանչում, կանչումը հրավիրվածներին։ Հիմա նայեք ինչ են անում։ Առաջինը հետաքրքիր է, որ մարդը ասում է անոնք չուզեցին գալ։ Նրանք չուզեցին գալ։ Նորեն ուրիշ ծառաներ ղրկեց ու ասեց. Ասեք հրավիրվածներուն, նորից շեշտը դնում է, ասեք հրավիրվածներուն, ահա իմ ճաշս պատրաստեցի, զվարակներս ու գերկենթաններս մորթված են, եւ ամեն բան պատրաստ է, հարսանիքի եկեք։ Հետաքրքիր է, ոչ մի գործ չէիր անելու դու այդ օրը, ոչ մի բան չէիր անել, դու քեզնից նվերել չի ուզում, որ ձեռդ փող չկա, քեզնից ոչ մի բան չի ուզում, դու չես էլ կարա ինչ-որ մի բան տանես, բայց ուզում է Աստված սրտանց, ուզում է, որ դու այդ օրը հարսանիքին դու այդ օրը ներկա լինես։ Ես որ նոր էի ապաշխարում, Տիրոջս այս բան ասեցի։ Ասի Տեր Աստված, քեզանից այս հարսանիքը պահը, որ ես կարդացի, ասի մի հատ բան եմ սրտանց խնդրում քեզանից։ Այդ օրը որ գանք հարսանիքի, ինչ կլինի, ինձ ինձ տեղ դիր այդ հարսանիքի տեղը, որ ես նստեմ, կամ ես քո դեմը լինեմ, կամ ես քո կողքը լինեմ, որտեղ է լինեմ, որ ես միշտ քեզ տեսնեմ։ Հետո Սուրբ Հոգին բաց արեց, ասեց ցանկացած բոլոր մարդիկ,
ով որտեղ էլ որ կլինի, նա ինձ տեսնելու է։ Ես հիմա էդի չգիտեմ ոնց է լինելու, բայց ես հավատում եմ, որ բոլորս մենք տեսնելու ենք։ Երանի նրան, ով ուզում գա այդ հարսանիքին։ Ես ուզում եմ գնամ այդ հարսանիքին անպայման։ Ես պատրաստվել եմ 36 տարի ես պատրաստվում եմ քո եղբայրին եւ 36 տարի ես սպասում եմ գնամ մասնակցեմ այդ հարսանիքին։ Մի հատ կարճ դրվագ էլ ասեմ, ուրեմն մի հետաքրքիր բան ասեմ։ Ուրեմն ես գնացել էի մի օր 7 մասում անցկացնում էին նորերի ջրի մկրտության պաշտամունք էին անցկացնում նոր հոգիների ու ուղղակի ստացվեց որ ես գնացի այդ օրը այդտեղ եւ եղբայրը հարց էր տալի ասում էր քուրիկ ջան դու այս հարցին ոնց ես նայում ու այդ ինքը այդ հարցերը պատասխանում էր էնի պատասխանում էր էնի պատասխանում էր էնի պատասխանում էր ու մի հատ տատիկ կար ասես դողդոջուն սենց այն անկյունը նստած էր ասես բա էս ինչ տատի ասես դու ոնց ես դու այս համարը գիտես ասես բալաջան, ասես դողդոջուն սենց, բալաջան, ես բան չգիտեմ, դե կարդար ոչ կարմեր կարդար ոչ բան, ասես բալաջան, բան չգիտեմ, բայց մի բան գիտեմ, որ Հիսուսս իմ հետևից գալու է։ Հետո այդ եղբայրը տենց ասեց, այ Աշոտ ջան ասեց, այ հետաքրքիր է, որ չգիտեմ խի այդ հարցը տվեց, ասես որ Տերը որ գա, օրինակ, ում առաջինը կվերցնի։ Ասի ես չգիտեմ ում առաջինը կվերցնի, բայց այդ տատին որ կվերցնի, էդի հաստատ վստահ եմ, որովհետև այդ տատին ոչ մի բան չգիտեր, ինքը Աստվածաշունչ չէր կարող կարդալ, բայց ինքը սպասում էր, ասում էր ես գիտեմ, հաստատ համոզված եմ, որ Հիսուսը որ եկավ, հաստատ իմ հետևից գալու է ու ես տեսնելու եմ իրան։ Սիրելիներ, սա կենթանի հավատք է, օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Իսկ այս հարսնեկավորները անհոգություն արեցին, այդպես գրված է։ Նորեն ուրիշ ծառաներ ղրկեց, ասում է չուզեցին գալ, ինչի համար չուզեցին, ես կարդալու եմ այդտեղը։ Ես ուզում եմ ստեղ մի հատ մեջ բերում անեմ, ուրեմն Ղուկասի ավետարանից նույն առակի մասին է գրած, բայց տեսնենք թե ինչի համար իրանք չուզեցին գալ։ Որոշված ատենը ղրկեց իր ծառան, որպեսի հրավիրյալները կանչե, եկեք, վասնզի արդեն ամեն բան պատրաստ է։ Եվ ասում է, անհոգությունը տեսնենք որն էր այդ անհոգությունը, ես կարդում եմ Ղուկասի ավետարան, ուրեմն 14-րդ գլխի 18 խոսքից։ Ամենքը սկսան ետ քաշվել եւ առաջինը անորը սավ։ Ես արտմը ծախու առի ու պետք է որ ելեմ տեսնեմ Զանիկա։ Հիմա հեսա տեսնենք ես ինչ էին ասում սրանով։ Կաղաչեմ քեզի ինձ հրաժարված սեպիր։ Մյուսը ասեց 5 զույգ ես ծախու առի կգնամ որ զանոնք փորձեմ կաղաչեմ քեզի զիս հրաժարված սեպի մյուսը ասավ կին առի անոր համար չեմ կրնար գալ եւ ծառան գնաց բոլորը պատմեց հիմա նայեք անհոգություն արեցին մեկը ասեց ես արտ եմ ծախու առել պետքա գնամ որ տեսնեմ Զանիկա ես հարց եմ տալի որտեղ է գրված որ մեկը մի բան առնում է բայց չտեսած արդեն ինքը փողը տվել է այսինքն սուտ էին ասում դու պատկերացրա գնաս այս տունը առնես, տունը չես տեսե, փողը տալիս ես ու նոր պետքա գնաս տունը տեսնես։ Այդպես բան չկա։ Մյուս ասում է ես երկու հատ ես եմ ծախու առել, պետքա գնամ որ փորձեմ Զանիկա։ Եղբայրներ որտեղ ով կարա, չնայած այստեղ քուրիկներն էլ բոլոր մեքենա ունեն, ով կարա մեքենա առնի առանց փորձելու, առանց տեսնելու ու ինքը այդ մեքենան առնի։ Չէ, դու տեսնում ես, փորձում ես, չէ, նոր փողը տալիս ես այդ մեքենայի։ Մյուսը ասեց Կին եմ առել, ինձի հրաժարված սեպի, կին ես առե, կնոջը թե տարի, ով է քեզ խանգարում, այսինքն մարդը ինքը չի ուզում գա, ու ինքը սկսում է մահանաներ բռնել, ասում է գիտես ինչ, այսօր միասնց, շատ բոլորս էլ կարանք մահանա բռնենք, մարդը որ չի ուզում գա, ու մահանա է բռնում, գիտես այսօր այս ինչ տեղը գնացի, պետքա գնամ այս ինչ տեղը, այսօր այս ինչ գործս ունեմ, ասում ես կարաս գաս պաշտամունքի, չէ գիտես այսօր զբաղված եմ, այսօր սենց, քույրս ու եղբայրս, դու կարաս ցանկացած մահանա բռնես, բայց էդի կարաս ասես դու արմեն եղբոր ընդամենը, բայց Տիրոջը ինչ ես ասելու, հեշտ մենք մտածել ենք դրա մասին, Տեր, բայց քեզ ինչ եմ ասելու, չէ որ դրանք գոնե ես գիտեմ, որ մահանա է, դրա համար այսինքն անհոգությունը այդ մահանաներն էին, Եվ շարունակությունը ասում է, ահա իմ ճաշս, նորից Մատթեոսի ավետարանից եմ կարդում, ահա իմ ճաշս պատրաստից
պատրաստեցի, զվարակներս ու գերկենթաներս մորթված են, եւ ամեն բան պատրաստ է հարսանիքի եկեք, բայց անոնք անհոգություններով չեկան, մեկը իր արտը ու մյուսը իր առուտուրին գնաց, ուրիշները անոր ծառաները բռնեցին, նախատեցին ու սպանեցին։ Հիմա ես հարց եմ տալի, լավ չէիր գալի, մի արի, բարավ ինչի սպանեցիր ծառաներին։ Այսինքն մարդկանց ներսը ինչ էր մտել, չարություն էր մտել։ Մարդիկ չարացել էին, երբ որ Տիրոջ խոսքն ես ասում, մարդիկ չարանում են։ Ես շատ տեղեր որ գնացել եմ Տիրոջ խոսքը ասել եմ, ես տեսել եմ մարդիկ սենց չարությամբ լցված են եղել։ Ես ուրեմն այդ վկայությունը անեմ, երբ որ բանտում էի, երբ որ խոսացի, այնտեղ մի հատ ադրբեջանցի, մի հատ կիրկիս, քանի որ ռուսեն կարողանում ենք մենք շփվենք, այդ երկուսը ընդունեցին Տիրոջը։ Սկզբից ուրեմն երբ որ խոսում էի, սենց էին ասում։ Մի ժամ տես խոսում էի իրանց հետ, մեկ էլ ասում էին, ստոպ ասում էին, Աշոտ ջան, մենք խնդրում ենք, դու որ խոսում ես, մենք մուսուլման ենք, մենք նամազ ենք անում, ամեն անգամ նամազ ենք անում, բայց որ դու խոսում ես մեզ հետ, մեր սրտերում ինչ-որ բան է կատարում, ուզում ենք քրիստոնյա դառնանք, ստոպ խնդրում եմ, ես որ քրիստոնյա դառնամ, բա ընտանիքիս ինչ պատասխան պիտի տամ։ Ասում էի, լավ, ասում էի, ստոպ, էլ չեմ խոսում։ Հաջորդ օր իրանք էին գալիս ու սկսում էին հարց տալ։ Ասում էին, լսի, բայց ոնց կլինի։ Ու ես նորից խոսում էի, լսում էին, մեկ էլ ինչ-որ բան էր կատարում, ստոպ, ասում ես, ի՞նչ է կատարում մեր սրտերի հետ։ Ես ուզում եմ քրիստոնյա դառնամ, ասում արի սրանով եզրափակվենք։ Հետո երբ որ իրանց սրտերը բացեցին, ես իրանց հետ հետաքրքիր ասենք, ես իրանց հետ Ղուրանով էի խոսում։ Ես սկզբից որ խոսացի իրանց հետ Ղուրանով էի խոսում, Աստված տվեց այդ իմաստությունը, քանի որ ես Ղուրանն էլ գիտեի, ես իրանց Ղուրանով ապացուցում էի, որ Հիսուսը Քրիստոսն է, որ Հիսուսը Աստծո որդի է, հենց իրանց Ղուրանում է դա գրված։ Ես իրանց ասում եմ, եկեք ես Բիբլիան ծածկում եմ, ասում եմ, նայեք, եկեք ձեր Ղուրանով խոսանք ձեր հետ։ Քանի որ իրանք իրանց Ղուրանը ձև չեն ճանաչում, ասենք շատերը, ու ես իրանց հետ խոսում էի Ղուրանով, բացատրում էի Ղուրանով, որ նայի Հիսուսն է Աստված, ձեր Ղուրանի մեջ է ձև գրված, որ ինքը Սուրբ Մարիամից է ծնված, ձեր Ղուրանում է դա գրված, որ ինքը Կույս Մարիամից է ծնված, Գաբրիել հրեշտակը դա ամբողջը Ղուրանում գրված է, Գաբրիել հրեշտակը ասում է, որ Կույսը պետք է հղիանա, սա գրված է այդ Ղուրանում, քույրեր եղբայրներ, հետաքրքիր է, չէ՞։ Ու երբ որ ես իրանց խոսացի, իրանք սրտերը բացեցին, այդ ժամանակ հայերը եկան ու սկսեցին ձեռ առնել իրանց, ասացին ու ռուսերեն ասացին, ну что, вы хотите стать христианином, что ли? Դուք ուզում եք քրիստոնյա դառնաք։ Ու իրանք ծաղրեցին իրանց, որպես իրանք ամանչեն, հետ քաշվեն։ Ասում Աստված իմ, դու չես ուզում, լսես չես ուզում, բա ինչի ես խանգարում, որ ուրիշները գան։ Հասկանում եք, հիմա եթե դու չես ուզում, ինչի ծառաներին սպանեցիր, այ սիրելի հոգի, ինչի համար ես այդ բան անում, եթե դու չես ուզում։ Շարունակությունը կարդանք, հետաքրքիր է գալիս։ Թագավորն ալ երբ լսեց, բարկացավ։ Այդ Տերը տեսնում է ամեն բան։ Թագավորը դա ինքը Աստված է եւ տեսնում է ամեն բան։ Եվ ասում է, եւ իր զորքերը ղրկեց ու այն սպանողները սատկացրեց ու անոնց քաղաքը այրեց, այն ատեն ծառաներուն ասեց. հարսանիքը պատրաստ է, բայց հրավիրվածները արժանի չէին։ Սիրելիներ, ես մի բան եմ Աստծուն խնդրում, երանի թե հանգարց իմ անունս չջնջվի այդ գրքից, որի մեջ որ գրված է։ Հանգարց իմ անունը Տեր Աստված չջնջես, խնդրում եմ, եթե ես ինչ-որ սխալ ճանապարհով գնամ, ավելի լավ է ինձ վերցնես, քան թե իմ անունս ջնջես։ Սիրելիներ, ջնջվեց, իրանց անունները ջնջվեց կենաց գրքից, եւ ասма շարունակությունը, ուստի գացեք ճամփաներուն գլուխները, եւ ով որ գտնելու ուլակ, հիմա ուշադիր եղեք, գալիս է հավաքելու ժամը, գտնելու լինեք, հարսանիքի հրավիրեցեք, այն ծառաները ելան ճամփաներուն վրա ու ով որ գտան, հիմա ուշադիր եղեք այս խոսքը, թե չար եւ թե բարի, ամենքն ալ ժողվեցին ու հարսնետունը հրավիրվածներով լեցվեցավ, թե չար եւ թե բարի։ Մեր Բաքում մի հատ կին կար, ինքը տարիքով այն ժամանակ ես երիտասարդ էի, 20 տարեկան էի, ինքը ինձ մամայիցս մեծ էր, աղուն տոտա էինք ասում։ Այդ դες, քանի որ վաճ շրջապատում է, ես գիտեի աղուն տոտան ով է եղել ժամանակին։ Այն որ լավ կյանքը անցկացրել է տղամարդկանց հետ,
հետո ամուսնացել է աղուն տոտանա։ Հիմա էլ այդ հայույանքը բերանին այդ աղուն տոտանա։ Հիմա այդ աղուն տոտան մի անգամ կանչեցի, եկավ պաշտամքի, եկավ ինձ ասեց. «Այ Աշոտ ջան, այ բալես ասմա, ինչքան փչացած գիտեմ, սաղ ընդեղ են»։ Ով է ես ոչ էի կարող իմանալ, որ նրանք փչացած են խոսքի եղել։ Ինքը գիտի, ինքը ճանաչում է, չէ՞, սաղին։ Ասեց ինչքան փչացած գիտեմ, սաղ ընդեղ են, բայց ինչ սուրբ տեղ է։ Դե ոչ էի կարող ասի, այ աղուն տոտա, ախր քո ճանապարհն է այդ եղել, ասեցի, այ աղուն տոտա ջան, Աստված բոլորին կանչում է, թե չար եւ թե բարի։ Բոլորին անխտրաբար կանչում է Տերը քո եղբայրներ։ Սա գրված է, ես ուղղակի բերանացի կասեմ այդ տեղերը, Եզեկիելի 33-րդ գլուխը որ կարդաք, Տերը բոլորին հրավիրում է, բոլորին կանչում է, ասում է, եթե մեղավորը իր մեղավորությունը թողնի եւ գա ինձի, անշուշտ նա պիտի փրկվի։ Հիմա բոլորին Տերը կանչում է քո եղբայրներ եւ ասում է, թե չար եւ թե բարի ամենքն աժողվեցին ու հարսնետունը հրավիրվածներով լեցվեցավ։ Թագավորը երբ մտավ հրավիրվածները տեսնելու, մարդ մտեսավ, այ հիմա հետաքրքիր է այդ տեղը ես ուզում եմ նորից շեշտեմ, նայեք, առաջինը անհոգությունն էր, երկրորդը մարդիկ ինչ էին անում, երկրորդը թշնամությունն էր, որ ուզեցան սպանեին, երկրորդը թշնամությունն էր 22 Մատթեոս 22:6-ում, դա թշնամությունն էր, երրորդը հրավիրվածներն էին եւ կանչում է բոլորին, թե չար եւ թե բարի։ Մենք դրանք բոլորը տեսնում ենք մենք Սուրբ գրքում եւ անգամ Մատթեոս 26-րդ խոսքում այսպես մի հատ հետաքրքիր բան ասում։ Հիշում եք ժամը 11-ի կանչվածները, որ Տերը բոլորին տեսնում է ժամը արդեն 12-ից մի ժամ է պակաս, ժամը 11-ն է եւ Տերը գալիս է տեսնում է պարապ մարդիկ։ Մենք այդ ժամի կանչվածներն ենք։ Այ հիմա չգիտեմ նոր հոգի կա թե չէ ստե։ Կա նոր հոգի։ Եթե նոր հոգի կա, ուրեմն Տերը այդ ժամին դու ժամը 11-ի կանչվածներն ես։ Հիմա Տերը կանչել է քեզի, ասում է արի, պարապ ինչ ես կայնած, ասում է Տեր, ոչ մեկ ինձի վարսկով չբռնեց, ասում է մտի իմ այգիս, տղա ջան, աղջիկ ջան, մտի իմ այգիս, լիքը գործ կա, ստե պարապ բան չկա, առանց աշխատանքի իրավունքի թույլտվության, դու կարաս մտնես այդ այգին, առանց սոշիալի, առանց ոչ մի բանի, դու կարաս աշխատես, Տիրոջ այգում ոչ մի արգել չկա, մտի ինչքան ուզում ես աշխատի, վարձքդ ստանալու ես անպայման, երկնքում դու վարձք պետք է ստանաս, քո եղբայրներ, եւ սիրելիներ հրավիրվածներն է, որ կանչում է բոլորին, իսկ 5-րդը ես կարծում եմ արդեն այդտեղը 12-րդ, 13-րդ խոսքերը 22 գլխի ըսավ անոր։ Ուրեմն հարսանիքի երբ որ թագավորը երբ մտավ հարսնևորները տեսնելու մարդ մտեսավ որ հարսանիքի հանդերձ հակած չէր։ Մենք բոլորս երբ որ գնում ենք փոխվում ենք, չէ՞, հարսանիքի հանդերձներ ենք հագնում, պատրաստվում ենք, գնում ենք շուկաները շոր ենք առնում։ Նամանանդ հայրը մի քիչ ասենք ցույց տալացող են, չէ՞, ասենք պետք է անպայման իրանք ես մի անգամ հարսանիք որ արեցի Վրաստանում հիշում եմ ուրեմն մեր հայրը որ Հայաստանից մենք հայրովս գնացինք Վրաստան եւ այնտեղ հարսանիք պետք անենք նամանանդ կանայք ամեն մեկը մի 7 հատ շոր էին բերել այդ հարսանիքի ժամանակ շուշուտ փոխվում էին մեր հայ կանայք ուրեմն այնտեղ եկել էին ամերիկացի եկել էր Գերմանիայից Ռուսաստանից Ֆրանսիայից այդ 4 տեղերից եկել էին ու իրանք որ հակել էին իրանք շորերը որ ես նայեցի ինքան հետաքրքիր էր ասենք դա մենք հագնում ենք աշխատանքի ժամանակ դա կանայք հագնում են տունը իրանք տան մեջ են հագնում իրանք այդ շորերով եկել էին հարսանիքի բայց իրանք միլիոն գլուխ հարուստ էին քանս այդ հայերը բայց իրանք սովորական իրանք շոր իսկ մեր հայերը 7 հատ շոր էին բերել երկար շորեր տանում են շուշուտ փոխվում էին այդ շորերը որ անդադ նորը Երևար Սիրելիներ հիմա հարսանիքի հանդերձ էլ կա բայց այսօր այդ հարսանիքի հանդերձը որն է որ բոլորս պետք է ունենանք առանց դրա չես կարող մտնես արդարության հանդերձները համաձայն եք թե չէ արդարության սպիտակ բեզները առանց դրա դու չես կարող մտնես հարսանիքի ես ուրեմն այն կոմունիստների ժամանակ այդ 90-ական թվերին ովքեր որ կհիշեն այն վաղ որ շոր էր առնում տուրիստի տնից թաքուն այդ մեր շոր էր առնում հիշում ես թե չէ
ու անպայման ֆիրման գրած էր վրա, որ այս ինչ ֆիրմա է բան, ու տուրիստի տնից պետքա շորեր առներ, հագնում էին, ու մենք եղբայրներով տես կանգնած էինք, ու մի հատ եղբայր ասեց, ես տուրիստի տնից շոր եմ առել, նայեք իմ շորս ամերիկյան շոր է, այն մեկը ասեց, նայեք իմ շորս Ֆրանսիայից են ուղարկել, ֆրանսիական շոր է, այն մեկը տարբեր, հերթը որ հասավ ինձ, մի հատ սարոշկա է հակե վրան գարուն ֆիրման էր, հայկական։ Հերթը հասավ ինձ, ասեցի իմ շորը բոլորից լավն է, ասեց քոնը որ ֆիրմեն է, ասի իմը Երիկնային Երուսաղեմի ֆիրման է, Մադեն Երուսաղեմ, սիրելիներ, մենք Տերը մեզի ամեն մեկից հանդերձներ է տվել, Մադեն Երուսաղեմ, այդ շորը մանարի, այդ շորը գտի, որ ոչ կեղտոտվում է, ոչ փչանում է, ոչ կարճանում է, եւ ասում է, այս անձնավորությունը ասեց, ուր է քո հարսանիքի հանդերձը, ըսավ անոր, ընկեր, ինչու համար հոս մտար առանց հարսանիքի հանդերձի, Անիկա պապանձվեցավ, այն ատեն թագավորը սպասավորին ըսավ, կապեցեք ասոր ոտքերն ու ձեռքերը, հանեցեք զանիկա դուրսի խավարը, հոմ պիտի լալ ու ակրաներ կրճտել։ Ես շատ անգամ լսել եմ սենց մի բան, ես պետքա մի քիչ իրանց տխրեցնեմ։ Շատերը կան, որ ասում են, դե կնիկս ապաշխարում է, ոտից կկախվեմ, ես կեթամ։ Կամ ամուսինս ապաշխարում է, ես չերես ամուսին կեթամ։ Ես ձեզ պետքա տխրեցնեմ, սիրելիներ։ Առանց հարսանիքի հանդերձի դու չես կարա էթաս, հետ կուղարկվես, որտև ընդեղ հրեշտակները կանգնած են, առանց հարսանիքի հանդերձի դու չես կարա մտնես, դու Աստված քու համար, հատուկ քու համար պատրաստել այդ հարսանիքի հանդերձը, ավելի լավ չի հիմիկվանից հագնես այդ հանդերձը, էլ չմտածես, չերես սրանով, չերես նրանով, ես կապաշխարեմ, չերես էս ինձի կբարեխոսի, այն ինձի կբարեխոսի, ոչ սիրելիս, ասում է իրան դուրս հարեք եւ ասում է վասնզի կանչվածները շատ են, բայց ընտրվածները քիչ։ Երանի թե ես այսօր ինչի մեջ լինեմ, ընտրվածի մեջ լինեմ։ Այսօր ինձի Տերս կանչել է, որպեսզի ես ինքս մասնակցեմ, որպեսզի ես ինքս անձամբ հաղորդակցվեմ Տիրոջ հետ, քույրեր եղբայրներ, շատ անգամ ճիշտ է, լավ բան է, որ ասում են եղբայր ջան, իմ համար աղոթք արա, լավ է դա, բան չունեմ ասելու, բայց դու անհատական գտի Տիրոջը, անհատական կապ ունեցի Տիրոջ հետ, եղբայրը աղոթք արեց, այդ զորությունը այդ րոպեին իջավ քո վրա, դու ուրախացար, բայց դու հետո գնում ես տուն։ Հասկանում ես, հետո պահ կարող է լինի, դու մենակ կարաս լինես, բա ով է, ուր է եղբայրը լինելու, որ քո համար աղոթք անի, դու պետք է անհատական քո կապ ունենաս Աստծո հետ, քույրս ու եղբայրս, դու միշտ խնդրես Տիրոջը, դու շոշափես Տիրոջը, դու տեսնես Տիրոջը։ Երբ որ ես բանտում էի, քույր եղբայրներ ջան, հանկարծ մի վայրկյան, ես չէի զգում այդ ներկայությունը Տիրոջ, ես տխրում էի, ես լացում էի, մտնում էի ինձ աղոթքի սեյնակը, ես սկսում էի լացել, այնքան ժամանակ էի լացում, ես րոպեները ժամին չէի նայում, ես լացում էի այնքան ժամանակ, մինչև որ Տերս ինձի կայցելի։ Ես աղակում էի Տիրոջ, ասում էի Տեր, ես ոչ մի բան քեզանից չեմ խնդրում, ես չեմ խնդրում, որ դու ինձ ազատես։ Ես չեմ խնդրում, որ դու ինձ լավ ինչ-որ կյանքի բերես։ Ես քեզանից հարստություն չեմ ուզում, ես քո ներկայությունն եմ ուզում։ Ես ուզում եմ քեզ շոշափեմ, ես ուզում եմ զգամ քեզի, ես ուզում եմ այդ օրհնությունը գա։ Այնքան էի աղոթում ու լացում, մինչև որ Տիրոջ օրհնությունը սենց իջնում էր իմ վրա, քույր եղբայրներ։ Իսկ երբ որ Տիրոջ օրհնությունը իջնում է քո վրա, դու արդեն դու չես զգում որտեղ ես, քո ներսդ ուրախություն է լինում ու սկսում ես ալելույա, փառք ես Տեր Հիսուս Քրիստոս, որովհետև ես քեզ տեսնում եմ, իմ աչքերս են քեզ տեսնում։ Սա է Տիրոջ ուրախությունը։ Ոչ մի եղբայր չի կարա քեզ տա այդ ուրախությունը, ոչ մի հարազատ չի կարա քեզ տա այդ ուրախությունը։ Մենակ անձամբ Տեր Հիսուս Քրիստոսը, որ ինքը գայսա հպվում է քեզի, ու դու տեսնում ես իր ներկայությունը եւ սկսում ես ուրախանալ քո եղբայրներ ջան։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Այսօր մեզ Տերը դրան է հրավիրում։ Կանչը բոլորիս կա, նայեք բոլորիս կա, ու ովքեր որ չեն եկել, իրանց էլ է Տերը կանչում։ Երան թե իրանց միտքն էլ բացվի ու գան իրանք, սիրելիներ, ստեղ պետքա տեղ չլինի արդեն։ Մարդիկ ծարավ են այսօր, բայց շատերը չգիտեն Տիրոջ մասին։ Շատերը չեն լսել են ուղակի, բայց չեն ճանաչում Տիրոջը։ Երանի թե ես ճանաչեմ Տիրոջը, ու ասեմ Տերս, դու ինձ համար ես եկել։ Ես խնդրում եմ քեզի, այդ հարսանիքի օրը ինձի պատրաստիր, որ ես մաքուր հանդերձներով գամ կանգնեմ
քո առաջ։ Համաձայն եք քո եղբայրներ ջան։ Դրանից երանություն չկա։ Աշխարհում ամենաերանելի օրերը դրանք են լինելու, որ ես պետք է այդ օրը հարսանիքի օրը կանգնեմ Տիրոջ առաջ։ Մտիր քո Տիրոջը ուրախությանը մեջ։ Այդ ձև ասում Տեր Հիսուս Քրիստոսը։ Մտի այդ ուրախության մեջ։ Տիրոջ տան մեջ ուրախություն կա։ Այսօր հիմա որ եկել ես այդտեղ, ես չգիտեմ, դու կարող ես հոգսով ես եկել։ Հəl մի հատ մոռացի հոգսդ։ Աստված ասեց Իսրայել ազգին, երբ որ Եգիպտոսում է, գիտեք ինչ հոգսեր էր Եգիպտոսում։ Տառապանք էր, տառապանք։ Չասեց, ստեղ եկեք ինձի երկրպագեք, ասեց դուրս արեք անապատ, անապատում երկրպագեք։ Որտեղ մարդը երբ որ այդտեղ է երկրպագում, ուշքի միտքը վայ ճաշս չսարքեցի, վայ ես ինչը չարեցի, լվասկս չարեցի, այն ինչ չարեցի։ Այ քուր ջան, դու հիմա լվասկիդ մասին ես մտածում, թե Տիրոջը փառաբանելու մասին ես մտածում։ Թող ամեն ինչ, թող քո բոլոր հոգսերը, ասա Հիսուս, ես երանելի մարդ եմ, որ իմ աչքերը քեզ է տեսնում։ Երանելի մարդ եմ, որ իմ ականջները լսում են քո ձայնը։ Ես երանելի մարդ եմ, ու սկսի Տիրոջը փառաբանել։ Ամեն։